Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ ԱՄՆ գերագույն դատարանը թույլատրում է Թրամփին կառուցել առանց տրանսգենդերների բանակ։ $1000 պարգևավճար ինքնակամ արտագաղթող ներգաղթյալներին, նոր զանգվածային արտաքսման ծրագիր։ Դաշնային դատարանը պարտադրում է ընդունել 12,000 փախստականի, որոնց մուտքը կասեցվել էր Թրամփի հրամանով։ Դատարաններն արգելում են արտաքսել վենեսուելական հանցախմբի անդամներին օտար թշնամիների մասին օրենքի հիման վրա։ Սան Դիեգոյի ափին միգրանտներով լի նավ է խորտակվել 7 անհետ կորած 3 զոհ, որոնումները դադարեցվել են։ Թալսայի բասկետբոլիստների մահացու ավտովթար Կանզասում 8 զոհ։ Ֆլորիդայում սև արջերի հարձակում 1 զոհ, 3 արջ սպանված։ Թրամփը ցանկանում է վերագործարկել Ալկատրազը վտանգավոր հանցագործների համար։ Նախագահը դադարեցնում է Եմենի հութի ապստամբների դեմ հարվածները, ասում է հավատում է նրանց խոսքին։ 100% մաքսային հարկ արտասահմանյան ֆիլմերի վրա, Թրամփը սպառնում է Հոլիվուդին։ Real ID-ի վերջնաժամկետը, թռիչքը լրացուցիչ ստուգումներով առանց համապատասխան ID-ի։ Թրամփն ու Կանադայի վարչապետ Քարնին հանդիպել են Սպիտակ տանը, Կանադան չի վաճառվում, ասել է Քարնին, Թրամփը ժամանակը ցույց կտա։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Գերագույն դատարանը թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կիրառել զինված ուժերում տրանսգենդեր անձանց ծառայելու արգելքը, քանի դեռ շարունակվում են իրավական գործընթացները։ Դատարանի 3 լիբերալ դատավորները հայտարարել են, որ իրենք կցանկանային պահել այդ քաղաքականության կասեցումը։ Թրամփը երկրորդ պաշտոնավարման ժամկետը սկսելուց անմիջապես հետո հունվարին ակտիվորեն սահմանափակել է տրանսգենդեր անձանց իրավունքները։ Հանրապետական նախագահը ստորագրել էր գործադիր հրաման, որը պնդում էր, թե տրանսգենդեր զինծառայողների սեռական ինքնությունը հակասում է զինվորի ազնիվ, ճշմարիտ եւ կարգապահ ապրելակերպին, նույնիսկ անձնական կյանքում, եւ վնաս է հասցնում զինված ուժերի մարտական պատրաստվածությանը։ Թրամփի վարչակազմը շարունակում է զանգվածային արտաքսման նոր քաղաքականություններ մտածել։ Այս անգամ հայտարարում է, որ կվճարի $1000 այն ներգաղթյալներին, ովքեր Միացյալ Նահանգներում գտնվում են ապօրինի եւ կամավոր կվերադառնան իրենց հայրենի երկրներ։ Ներքին անվտանգության նախարարությունը հաղորդագրության մեջ նշել է, որ կտրամադրի նաև ճանապարհածախսի աջակցություն։ Նախարարությունը նշել է, որ արդեն 1 ներգաղթյալի համար ինքնաթիռի տոմս է գնվել նրան Չիկագոյից Հոնդուրաս վերադարձնելու համար։ Նման տոմսեր նախատեսված են այս եւ հաջորդ շաբաթվա համար եւս։ Թրամփը նախընտրական իր արշավում կենտրոնացել էր Միացյալ Նահանգներում ապօրինի մուտք գործած անձանց զանգվածային արտաքսման վրա եւ հիմա շարունակում է այդ քաղաքականությունը, սակայն այդ գործընթացը թանկ եւ մեծ ռեսուրսներ պահանջող նախաձեռնություն է։ Թրամփը նշել է, որ ինքնական վերադարձած ներգաղթյալները, եթե լավ մարդիկ են եւ սիրում են մեր երկիրը, ապա ապագայում կարող են հնարավորություն ստանալ օրինական կարգով վերադառնալու։ Դաշնային դատավորը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին ընդունել մոտ 12,000 փախստականի Միացյալ Նահանգներ դատական որոշման հիման վրա, որը մասնակիորեն արգելափակում էր նախագահ Թրամփի նախաձեռնությունը կասեցնելու փախստականների ընդունման ծրագիրը։ Նախորդ շաբաթ կայացած լսման ժամանակ վարչակազմը պնդել էր, որ պարտավոր է ընդունել միայն 160 փախստականի եւ պատրաստվում է բողոքարկել ցանկացած որոշում, որը կպարտադրի ընդունել հազարավոր մարդկանց, բայց դատավոր Ուայթհեդը մերժել է կառավարության մեկնաբանությունը։ Փախստականների ընդունման ծրագիրը ստեղծվել է Կոնգրեսի կողմից 1980 թվականին եւ նախատեսված է պատերազմի, բնականաղետների կամ հալածանքների հետևանքով տուժած մարդկանց Միացյալ Նահանգներում օրինական վերաբնակեցման համար։ Այս գործընթացը տևում է տարիներ եւ ենթադրում է խիստ ստուգումներ։ Այն տարբերվում է ապաստան խնդրելու գործընթացից։ Թրամփը պաշտոնը ստանձնելու երկրորդ ժամկետի սկզբում հունվարի 20-ին ստորագրել էր գործադիր հրաման կասեցնելով ծրագիրը։ Դա առաջացրել էր մի քանի փախստականների եւ փախստականների աջակցության խոշոր կազմակերպությունների հայցերը, որոնք նշել են, որ իրենց գործունեությունը կատվածահար է եղել, աշխատակիցներ են կրճատել եւ կառավարությունը սառեցրել է իրենց ֆինանսավորումը։ Դատարանը նշել է, որ կառավարությունը պետք է ընդունի բոլոր այն փախստականներին, ովքեր մինչև հունվարի 20-ը ունեին արդեն հաստատված ճանապարհորդական պլաններ։ Արդարադատության նախարարությունն էլ նշել է, որ այդպիսիք 12,000-ն են։ Դաշնային դատավորն այսօր որոշել է, որ նախագահ Թրամփը ոչ պատշաճ կերպով է փորձում կիրառել 18-րդ դարի պատերազմի օրենքը, արագացնելու այն մարդկանց արտաքսումը, ում իր վարչակազմը որակում է որպես վենեսուելական հանցախմբի անդամներ։ Սա արդեն երկրորդ դատավորն է, որն արգելք է դնում օրենքի կիրառման վրա ներգաղթյալների արտաքսման նպատակով։ Նյու Յորքում գործող շրջանային դատարանի դատավոր
Ալվին Հելերստինը հայտարարել է, որ 1798 թվականի օտար թշնամիների մասին օրենքը չի կարող կիրառվել Տրենտե Արագուա հանցախմբի դեմ, քանի որ վերջինս չի հարձակվում Միացյալ Նահանգների վրա։ Տրենտե Արագուան հնարավոր է ներգրաված է թմրանյութերի մաքսանենգության մեջ, սակայն դա քրեական խնդիր է, ոչ թե ներխուժում կամ թշնամական ներթափանցում, գրել է Հելերստինը։ Նմանատիպ որոշում նախորդ շաբաթ կայացրել էր նաև Թրամփի կողմից նշանակված դատավորը հարավային Տեխասում, արգելելով վարչակազմին այդ նույն օրենքով մարդկանց արտաքսումը տարածաշրջանից։ Հելերստոնի որոշումը, որը տարածվում է Նյու Յորք քաղաքում եւ հարակից տարածքներում, հերթական դատական պարտությունն է Թրամփի վարչակազմի համար կապված Միացյալ Նահանգներում ապօրինի գտնվող անձանց արտաքսման գործընթացն արագացնելու ջանքերի հետ։ Ծովային պահպանության ծառայությունը դադարեցրել է անհետացած 7 մարդկանց որոնումները։ Սան Դիեգոյի ափերի մոտ շրջված նավակում ենթադրաբար եղել են միգրանտներ։ Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են 3 ուշ երեկոյան, երկար ժամեր տևած ուղղաթիռային եւ հսկիչ նավով իրականացված որոնումներից հետո։ Նավակի շրջվելու հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, նրանց մարմինները արդեն հայտնաբերվել է, եւս 4-ը վիրավոր է եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Սկզբում հաղորդվել է 9 անհետացած անձանց մասին, սակայն դրանցից 2-ը հետագայում հայտնաբերվել ու կալանավորվել է։ Վերջին տարիներին միգրանտներն ավելի հաճախ են դիմում ծովային վտանգավոր ուղիներին խուսափելու համար խստորեն հսկվող ցամաքային սահմաններից։ Օքլահոմայի Թալսա քաղաքի դեռահաս բասկետբոլիստները, մարզիչը եւ մարզական պատրաստման մասնագետը, որոնք վերադառնում էին մրցաշարից, մահացել են ավտովթարի հետևանքով Կանզաս նահանգի արևելքում։ Վթարի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Բախման արդյունքում առաջացել է հրդեհ եւ 2 մեքենաներն ամբողջությամբ այրվել են, հայտնել են պաշտոնյաները։ Կան ողջ մնացածներ, որոնց վիճակը գնահատվում է ծանր։ Ֆլորիդայի վայրի բնության պահպանության ծառայողները հարավ-արևմտյան Ֆլորիդայում սպանել են 3 սև արջի։ Նրանց հարձակման հետևանքով զոհվել էր 1 անձ եւ շուն։ Պաշտոնյաների խոսքով վայրի բնության ծառայողները անվտանգության նկատառումներից ելնելով փակել են տարածքը, տեղադրել մի քանի թակարդներ ու տեսախցիկներ։ Հատուկ զգուշացմամբ հորդորել են բնակիչներին զգոն լինել եւ խուսափել այդ տարածքից։ Ֆլորիդայի սև արջերը, որոնք մի ժամանակ համարվում էին վտանգված, վերջին տարիներին ավելի հաճախ են հայտնվում բնակավայրերում եւ մասնավոր տարածքներում, հատկապես Ֆլորիդայի հյուսիսային եւ կենտրոնական գյուղական շրջաններում։ Ընդամենը 2 ամսում 11 կալանավորի մահ, ավելի քան 4000 թափուր աշխատատեղ, 3 միլիարդ դոլար շինարարական հետաձգված ծախսեր։ Հիմա նախագահ Դոնալդ Թրամփի ցնցող հրահանգը վերականգնել եւ բացել Ալկատրազը։ Այդ բանտը, որը գտնվում է Սան Ֆրանցիսկոյի ծոցի կղզում, վերջին անգամ կալանավոր է ունեցել ավելի քան 60 տարի առաջ։ Թեև դաշնային բանտերի վարչությունը պայքարում է աշխատուժի սղության, քրոնիկ բռնության ու ենթակառուցվածքային փլուզման հետ, Թրամփը հույս ունի, որ գործակալությունը կիրականացնի իր մտադրությունը վերագործարկելու երբեմնի վստահելի բանտը։ Թրամփը Truth Social-ում գրել է. «Էականորեն ընդլայնված եւ վերակառուցված Ալկատրազը պետք է օգտագործվի երկրի ամենադաժան ու վտանգավոր հանցագործներին պահելու համար»։ Նրա խոսքով դա կդառնա օրինականության, կարգուկանոնի եւ արդարության խորհրդանիշ։ Նորանշանակ բանտերի վարչության ղեկավար Ուիլյամ Մարշալ III-ն այսօր ասել է. «Գործակալությունը ակտիվորեն կիրականացնի նախագահի օրակարգը եւ հանձնարարել է անհապաղ գնահատել հաջորդ քայլերը որոշելու համար»։ Այսօր Ալկատրազը ազգային պատմական հուշարձան է եւ զբոսաշրջային հիմնական վայր, վերահսկվում է ազգային պարկերի ծառայության կողմից։ Վերջին տարիներին լրագրողական հետաքննությունները բացահայտել են բազմաթիվ չհրապարակված թերություններ, ներառյալ աշխատակիցների հանցավոր վարք, փախուստներ, զենքի ու թմրանյութի տարածում։ Թրամփի վարչակազմը կրճատել է նաև որոշ աշխատավարձային բոնուսներ, ինչը բարդացրել է նոր բանտային աշխատողների ներգրավման գործընթացը։ Արդյունքում աշխատակիցները աշխատում են երկար հերթափոխերով, իսկ բուժքույրերն ու ուսուցիչները ստիպված են լինում հաճախ պահակ կանգնել։ Բանտերի ենթակառուցվածքները նույնպես փլուզվում են։ Մարտից ի վեր մահացել է 11 դաշնային կալանավոր։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է դադարեցնել ԱՄՆ օդային հարվածները Եմենի հութի ապստամբների դեմ, որոնք շարունակվում էին մոտ 2 ամիս։ Նա նշել է, որ Իրանի աջակցությունը վայելող հութիները այլևս չեն ցանկանում կռվել եւ խոստացել են դադարեցնել հարձակումները ռազմավարական ծովային ճանապարհների։ Թրամփը հայտարարել է. «Նրանք հանձնվել են, բայց ավելի կարևոր է, որ մենք հավատում ենք նրանց խոսքին, որ այլևս չեն պայթեցնի նավեր։ Դա էր մեր գործողությունների նպատակը»։ Հարցին ինչպես են հութիները փոխանցել, որ ցանկանում են, որպեսզի իրենց վրա այլևս հարվածներ չիրականացվեն, Թրամփը շատ մանրամասներ չի հայտնել, կատակով էլ ասել է. «Ինֆորմացիան ստացել են շատ լավ աղբյուրից»։ Դոնալդ Թրամփը պատրաստվում է նոր մաքսային սակագնային քաղաքականություն տարածել Հոլիվուդի վրա սպառնալով 100% հարկ սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված բոլոր ֆիլմերի վրա։
Թրամփը մեղադրել է այլ երկրներին ԱՄՆ-ից կինոարտադրական կարողությունները գողանալու մեջ եւ հայտարարել, որ հանձնարարել է առևտրի դեպարտամենտին եւ առևտրային ներկայացուցչին անհապաղ սկսել բոլոր արտասահմանյան ֆիլմերի վրա ներմուծման այս նոր հարկի կիրառման գործընթացը։ Սակայն կոնկրետ ժամկետներ կամ մանրամասներ չի ներկայացվել։ Սպիտակ տունը հաստատել է, որ վերջնական որոշում դեռևս կայացված չէ։ Ի տարբերություն շատ այլ ապրանքների, ֆիլմերը ավելի շատ մտավոր սեփականություն են, քան ֆիզիկական ապրանք։ Հետևաբար դրանց վրա մաքսային քաղաքականություն կիրառելը իրավաբանորեն եւ գործնականում շատ ավելի բարդ է։ True Social-ում գրառման մեջ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունն արագ մահանում է, քանի որ այլ երկրներ տարբեր արտոնություններով ներգրավված են այս արտադրությանը։ Ներքին անվտանգության քարտուղար Քրիստի Նոեմն այսօր հայտարարել է, որ այն քաղաքացիները, ովքեր չունեն Real ID, դեռևս կկարողանան ճամփորդել օդանավով, սակայն պետք է պատրաստ լինեն լրացուցիչ ստուգումների։ Նոեմը կոնգրեսի հանձնաժողովում նշել է, որ արդեն 81% ճանապարհորդների մոտ կա Real ID եւ պահանջներին համապատասխանող անձնագիր կամ վարորդական իրավունք։ Նա հավելել է, որ անվտանգության կետերում կընդունվեն նաեւ անձնագրեր եւ ցեղային ինքնության քարտեր։ Ովքեր չունեն համապատասխան փաստաթուղթ, կարող են ուղղորդվել այլ գիծ կամ անցնել լրացուցիչ ստուգում, նշել է Նոեմը։ Բայց մարդիկ կկարողանան թռչել, մենք կփորձենք այդ գործընթացն անել հնարավորինս հարմար։ Real ID-ի վերջնաժամկետը սահմանված է մայիսի 7-ին։ Անձնագիր կամ Real ID չունեցողները օդանավակայաններում կարող են հանդիպել լրացուցիչ ստուգման։ Նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել են Սպիտակ տանը հովանաձև աշխատասենյակում քննարկելու երկու երկրների միջև առևտրային ճգնաժամը, որն արդեն քայքայել է տասնամյակների գործընկերային հարաբերությունները։ Չնայած հանդիպումը քաղաքավարի էր, կողմերը չեն ցուցաբերել որևէ պատրաստակամություն նահանջելու իրենց կոշտ դիրքորոշումներից։ Թրամփը կրկին ակնարկել է, որ կցանկանար Կանադան տեսնել որպես ԱՄՆ-ի 51-րդ նահանգ, ինչին Քարնին պատասխանել է. «Մեր երկիրը չի վաճառվում»։ Թրամփն էլ արձագանքել է. «Ժամանակը ցույց կտա»։ Լրագրողներից մեկը հարցրել է. «Արդյոք կա որևէ բան, որ Քարնին կարող է ասել Կանադայի նկատմամբ սահմանված մինչև 25% մաքսային սակագները վերացնելու համար»։ Ինչին նախագահը կտրուկ պատասխանել է. «Ոչ, պարզապես այդպես է»։ Քարնին ընդգծել է, որ սա միայն սակագների մասին չէ։ Կան շատ ավելի խորը գործընթացներ, ու մենք այստեղ ենք այդ քննարկումները սկսելու համար։ Հանդիպումից հետո էլ նշել է. «Սպիտակ ծուխ չէի սպասում այս հանդիպումից»։ Նա նաև մասնավոր հանդիպման ժամանակ խնդրել է Թրամփին դադարեցնել Կանադան 51-րդ նահանգ անվանելու փորձերը։ Լրագրողի հարցին ինչպես է արձագանքել Թրամփը, Քարնին պատասխանել է. «Նա նախագահն է, իր տեսակետն ունի»։ Կանադան Միացյալ Նահանգների 36 նահանգի հիմնական արտահանման շուկան է։ Ամեն օր սահմանով անցնում է մոտ 27 միլիարդ դոլարի ապրանք եւ ծառայություն։ Միացյալ Նահանգները իր նավթի մոտ 60%-ը եւ էլեկտրաէներգիայի 85%-ը ներմուծում է Կանադայից։ Կանադան հանդիսանում է ամերիկյան պողպատի, ալյումինի եւ ուրանի ամենախոշոր մատակարարը, ինչպես նաեւ 34 կարևոր մետաղների եւ հանքանյութերի աղբյուր, որոնք օգտագործվում են Պենտագոնի ծրագրերում։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։